Խաղություն բոլորին, քույր եղբայրներս եւ բոլորին։ Փառք Տիրոջը այս հնարավորության համար կրկին անգամ որ կարողանում եմ կիսվել ձեզ հետ զրուցել։ Նախքան նյութին անցնելը կուզենամ մի բան ասենք ընդհանուր օգտվելով այս հնարավորությունից, այս կապի ձևից։ Բոլորին, որտեղ էլ որ կան, գտնվում եք, իմ ծանոթ քույր եղբայր կլինեն, հարազատ բարեկամ, ծանոթ անծանոթ հարևան, բոլորին ներողություն եմ խնդրում, որ ես ինչ-որ հարցերով կամա թե ակամա հասկանալով չհասկանալով նեղացրել վշտացրել եմ, թե իմ խոսքերով եւ թե իմ վարմունքով իմ գործերով, բոլորից ներողություն եմ խնդրում, բոլորից անխտիր, սիրելիներս, ներողություն, որտեվ մենք չգիտենք 5 րոպե հետո, մի ժամ հետո, մի օր հետո, ինչ է լինում մեզ հետ, մարդիկ քնում են առօրյան չեն վեր կենում, որտեվ եթե մենք կանգնենք Աստծո առաջ, անհաշտ վիճակով գնացել ենք այս աշխարհից, մենք ինչ պիտի պատասխանենք Տիրոջը, եթե մեկի հետ չենք հաշտվել, խաղաղություն չենք ունեցել, մենք մեր կողմը, ես իմ կողմը անում եմ, ընդունել չընդունել արդեն տվյալ մարդու կողմն է, ես իմ կողմից ներողություն բոլորին անխտիր, իմ ծնված օրից, այսպես ասեմ, ում հետ որ շփվել եմ, հասկանալով թե չհասկանալով, նորից ասում եմ, ներողություն բոլորին, սա էս բաղով, շարունակեմ նյութը լեզուների հետ կապված եղբայրներս, Կորինթոսում ասենք, որ Պողոս առաքյալը խոսում է այդ լեզուների թեման, դուք ձեր մեջ հարց չի առաջացել, ինչի համար Պողոսը միայն խոսում է Կորինթոսի եկեղեցու մեջ, այս թեման, ինչի է այս թեման բարձրացնում լեզուների հետ կապված։ Մարդկանց, որ ասում ես Կորինթացի եկեղեցիների մասին ինչ-որ բան ես ուզում խոսես, նա մանավանդ երբ որ ասում ես առաջի Կորինթացի 14-րդ գլուխ, տվյալ մարդը վրաց մտածում է լեզուների մասին, բայց մինչև այդ լեզուների պահը այնքան բաներ կար այդտեղ, անկարգ բաներ, որ Կորինթոսում կատարվում էր։ Պողոս ասում է, դուք որևիցե ունեք բոլոր պարգևները հոգու, ինչ-որ բան պակաս չի ձեր մոտ, բայց անկարգ բաներ էին անում, շատ անկարգ բաներ, անառակ բաներ, Պողոսը թվարկում է նույնիսկ ասում է այնպիսի անառակություն, պոռնկություն, որ ասում աշխարհի մեջ չկա, ու դուք դրանում փոխանակ սուգ մանեք, ողբակ ձեր այդ արածների համար, դուք պարծենում հպարտանում եք, այս տեսակ պրոբլեմային եկեղեցի էր, ընթրիքի ժամանակ տերունական ընթրիքին, որ հավաքվում էին նույնիսկ, գալիս էին ասում առաջ չէին սպասում մյուսներին, այն ունևորները, այն չքավորներին ասենք նեղացնելով, իրանք առաջին ուտում էին, ասում ոմանք հարբած են, ոմանք դուք տուն չունեք ուտել խմելու, ձեզ գովեմ, չէ, ասում չեմ գովում ձեզ դրա համար, շատ պրոբլեմային եկեղեցի էր, ու ոչ մեկը չէր հանդիմանում իրանց այդ արարքների համար, այդ անառակությունների համար ոչ ոք չէր հանդիմանում, անտարբեր վիճակ էր այս տեսակ մի մարդկանց մեջ, եկեղեցու, դրա համար Պողոսը եկել էր որպեսզի խրատեր, թե ոնց անեն, այդ լեզուները, այդ պարգևները ունենալով դա հոգևորություն չի ցույց տալիս, որ մարդը այդ լեզուները խոսում է, ուրեմն ինքը հոգևոր է, ոչ, Կորինթոսում տենց էր տեղի ունենում, այդ հոգևոր բաները օգտագործում էին, պարգևները, բայց անկարգ բաներ էին անում, այս էր հիմնական հարցը, ամենապրոբլեմային անկարգ եկեղեցիներ, այդքան եկեղեցիներ կա, Պողոսը որ նամակներ է ուղարկում, Կողոսացի, Եփեսացի, Գաղատացի, Թեսաղոնիկեցի, Տիմոթեոսին ուղված նամակները,
Փիլիմոնին ուղարկված, ինչքան եկեղեցիներ կա, մոտավորապես 8-9 եկեղեցի, որ նամակներ ա ուղարկում։ Մենակ 29 գլուխ կներեք Կորինթոսի եկեղեցուն ա ուղում Պողոս Առաքյալը, բայց մյուս եկեղեցիներին, որ նայում ենք 4-5 գլուխ, 6 գլուխ մաքսիմում, ասենք բաներ ունի ուղարկված, նամակներ, թղթեր։ Անտարբեր վիճակը մարդկանց մեկը մյուսի հանդեպ, դա ճիշտ ընթաց չի։ Ես մի փոքր դեպք ասեմ, ասելուց նպատակը ինչ-որ այդ խմբին մարդկանց ինչ-որ ցածրացնել, նասամասնելու համար չի։ Տարիներ առաջ ես ներկա եմ եղել միտեղ մի խմբում, ժողովուրդը նստած, մի տեսակ անտարբեր սենց վիճակ, սառը, նայում եմ, հարց եմ տալիս, ասում եմ, իմ հանդեպ ինչ-որ որևիցե բան կա, ասում եմ ոչ, դե ես էլ մտածում, ասում եմ, լավ Տեր Աստված, բայց եթե ոչ, ինչի է այս տեսակ էլի սենց սառը անտարբեր վիճակ։ Անցած մի քանի օր, այդ դեպքից հետո, այդ պաշտամունքից հետո, ես հանդիպում եմ իմ դասարանի նույն դասարանում սովորող մի ազնվորության, իմանալով տեսնելով, որ ես իմանալով էլ, որ Ֆրանսիայից եմ եկել, ուրախացավ, փաթաթվեց։ Այդ ազնվորության հետ ես սովորել եմ մոտավորապես դպրոցում 5-6 տարի, մոտավորապես։ Ինքը ինձ հրավիրեց իրանց տուն, ասում է գնանք քեզ հյուրասիրեմ, հաց ուտենք, հյուրասիրեմ քեզ։ Ես ճիշտ է, ասենք, չգնացի, բայց ես շնորհակալ եմ ինքը, որ այդ բանն արեց, այդ քայլը արեց։ Ինձ համար գիտեք ինչն էր ցավը, սիրելիներս, սա որ ասում եմ, թող յուրաքանչյուրը ինչ իր վրա վերցնի։ Այս անձնավորությունը անհավատ մարդ է, նա ինքը լեզուներ չի խոսում, այս անհասկանալի լեզուները, որ հիմա կատարվում է եկեղեցիների մեջ, ինքը չի խոսում լեզուներ, բայց ինքը հրավիրեց ինձ, բայց որտեղ որ ես ներկա էի այդ պաշտամունքի ժամանակ, կրկնում եմ ասելուց նպատակը ոչ թե մարդկանց ցածրացնել, չէ, անկեղծ ուզում եմ խոսել, կիսվեմ ձեզ հետ, եղբայրներս սիրում եմ ձեզ, որպեսզի մեր միտքը բացվի, հասկանանք, ինչ ենք անում, լեզուների վրա հիմք ենք դրել, լեզուներով, հա, բայց ընթացքը մեր կյանքի ապրած, սա ոչ թե ինչ-որ դատապարտում եմ մարդկանց, քավ լիցի, ինչքան ցավ ես ապրեցի այդ պահին, անցել էր մոտավորապես 3 օր այդ դեպքից հետո, պաշտամունքից հետո, ամեն մեկը վերցրեք այս պահը ձեր վրա, որ նույն բանը կատարվել է ձեզ հետ, ինչ ցավ եմ ապրել, ես չգիտեմ, ես չեմ կարող, ես չգիտեմ, ասում եմ, այս մարդը անհավատ մարդ է, իմ լացը գալիս է, որ հիշում եմ, ասում եմ, ես այս մարդկանց հետ 20-25 տարի Տեր ջան, Աստված եմ պաշտի, այս մարդուն ճանաչում եմ 5-6 տարի, ինքը անհավատ մարդ, հյուրասիրում ասում է, ասու խոսքը ինչ է ասում, հյուրասիրությունը մի մոռացեք, ես չեմ ասում ինձ, սեղան բացեք, այնտեղ չգիտեմ ինչ ուտեստներով, չէ, ոչ, մի հատ սուրճ, մի բաժակ սառը ջուր, ոնց է ասվում, ասում է, եթե մեկը ձեզ մի բաժակ ջուր տա, իր վարձքը չի կորցնի, ջուր, հասարակ խմելու ջուր, H2O, եթե ձեր արդարությունը ավել չլինի, քան թե աշխարհի մարդկանց, անհավատների, այս տեսակ ասեմ էլի, որ հասկանալի լինի, Տերը ոնց ասեց, փարիսեցիների դպիրների համար, երկնքի առաքայություն չեք մտնի, եկեք սրա մասին մտածենք, կրկնում եմ ասելուց նպատակը ոչ մեկի, ոչ ցածրացնել, ոչ նսեմացնել, սիրում եմ բոլորիդ, սիրում եմ, կարոտել եմ, կուզեմ հանդիպեմ գրկեմ, եղբայրական սիրով,
Հակոբոս Առաքյալն ասում է, ոչ թե միայն խոսքով լինենք, այլ գործով։ Հավատքը առանց գործերի մեռածը։ Եղբայրներս, լավ մնացեք։ Սիրում եմ բոլորիդ։ Տերը մեզ օգնական, Տիրոջ սերն ու խաղաղությունը թող թագավորի մեր սրտերի մեջ Հավիտյանս Հավիտենից։ Ամեն։